ես ճիշտ եմ արել, որ ես սկսել եմ զբաղվել այս ամեն ինչով։ Պնդում եմ, որ ապագա քաղաքական պրոցեսներում դարձյալ ես իմ մասնակցությունը բերելու եմ առաջնահերթություն իմ համար համարելով Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը։ Ես նախ տեսնում եմ բազմաթիվ ունակ մարդկանց, ովքեր կամ արդեն ներկայացրել են հայտ քաղաքական դաշտում, կամ շատ շուտով ներկայացնելու են այդ հայտը։ Չեն եղել այդ ֆինանսական մեծ միջոցները։ Հանկարծ պարզվեց, որ ես ողերիմ գործընկերներ ունեմ։ Ոչ մեկ է ժողովրդին չի տանելու, բերի ուրիշ մի 3 միլիոնանոց ժողովուրդ, ասի այս հենց ձեզ հարմար ժողովուրդ է, էսի շատ լավ ժողովուրդ է։ Երկրի ղեկավարի ազգային ժողովում վերջի ջհաձգումները նաև խոսում են 3 կարևոր բանի մասին։ Պահանջներ ու մուննատներ հայ ժողովրդին իմ ստացված մանկության համար չունեն։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքական գործիչ Գյումրիում ավականու անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Լիլիթ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Վերջապես կարելի է ասել։ Հազար ու մի խոչընդոտ փորձություն անցնելուց հետո։ Մենք շատ վաղուց պայմանավորվել էինք, որ պիտի ունենանք այս հաղորդումը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Նմանապես։ Պարոն Մխիթարյան, մինչև վերջին իրողություններին անդրադառնալը առաջարկում եմ մի պահ վերադառնալ Գյումրի։ Հարցս վերաբերելու է ոչ միայն Գյումրիին եւ ընտրություններին, այլ առավելապես մեր քաղաքական դաշտի տրամադրվածությանը, գործիչների տրամաբանությանը եւ տրամադրություններին առհասարակ։ Ընտրությունների հաջորդ օրը առավոտյան, երբ դուք հայտարարեցիք, որ առանց որևէ պաշտոն հավակնելու, առանց որևէ նախապայմանի պատրաստ եք ավականու կազմով քվեարկել ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր առաջնորդի տվյալ պարագայում Վարդան Ղուկասյանի օգտին, դրանից հետո եղան ակնարկներ առայն, որ դուք շտապեցիք ու քաղաքական հաշվարկներ չարեցիք։ Դուք չեք բացառել, որ պատրաստվում եք ավելի մեծ գործընթացների մասնակից լինել։ Հիմա հարց. եթե Գյումրիում դուք ամբիցիաներ չցուցաբերեցիք, եթե փոխվում է քաղաքական պրոցեսի գործընթացի մասշտաբը, փոխվելու են նաև ձեր ամբիցիաները։ Նախ մենք պետք է ֆիքսենք ամբիցիաները ինչին են վերաբերվում առաջնահերթությունը մյուս բաներից։ Ինչն էր կայանում Ռուբեն Մխիթարյան քաղաքական գործի առաջնային ամբիցիան։ Թույլ չտալ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենա իշխանություն Գյումրիում։ Ոչ թե որ Ռուբեն Մխիթարյան քաղաքական գործիչը դառնար Գյումրու քաղաքապետ։ Այո, ինձ որպես այդ քաղաքի բնակիչ շատ հետաքրքիր էր ստանձնել իմ հարազատ քաղաքի կառավարումը, որովհետև ես շատ լավ պնդում եմ, պատկերացնում եմ, թե Գյումրիին ինչ է պետք եւ ինչ ունով պիտի զարգանա Գյումրին։ Բայց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանի առաջնային ամբիցիան այն էր, որ Գյումրին չունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ։ Այն պնդումները, շտապողականությունը կամ ինչ-որ բաներից հետ կանգնելը ընդհանրապես տեղին պնդումներ չեն եւ դա նույնիսկ ես կարող եմ ասել իմ համար բանը անհիմն մանիպուլյացիա է, որին ես այլևս չեմ անդրադառնում, որովհետեւ քաղաքապետարանը արդեն իր բնականon հունով աշխատում է եւ բոլոր նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինչ-որ մի փուլ այդ պնդումները առաջի պլան էին բերում, նույնիսկ այդ մարդիկ հիմա ավականու կազմում աշխատում են եւ չեմ կարծում, որ այդ պնդումները տեղին են եղել։ Ապագայի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, թե ապագայի առաջնային ամբիցիան ինչ է։ Առաջնային ամբիցիան ապագայի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն ունենալն է, թե որ օրինակ Ռուբեն Մխիթարյանը դառնա ազգային ժողովի փոխնախագահ, նախագահ կամ վարչապետ կամ փոխվարչապետ։ Պնդում եմ, որ ապագա քաղաքական պրոցեսներում դարձյալ ես իմ մասնակցությունը բերելու եմ առաջնահերթություն իմ համար համարելով Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը։ Այդ իշխանափոխության кейսում իմ մասնակցության չափաբաժինը ինչքան է լինելու, դա որոշելու է ընտրողը։ Այդ չափաբաժնից էլ ելնելով ես կառուցելու եմ հետագայում նաև իմ քաղաքական գործունեությունը, որպես հույս ունեմ
ոչ ընդդիմադիր գործիչ։ Պարոն Մխիթարյան, ինչու ես այդ հարցը տվեցի։ Դուք մի առիթով ասել եք, որ Հայաստանին ու հայ ժողովրդին պետք է նոր առաքելություն եւ այդ առաքելությունը պիտի իրագործեն գործիչներ, որոնք իշխանատենչության ամբիցիաներ չունեն, ունակ են ու խելացի։ Հիմա, քանի որ 21 թվականին մենք տապալված փորձ ունեցել ենք, արդյոք դուք տեսնում եք հիմա մարդկանց, որոնք իրենց ամբիցիաները թուլացրել են այս առումով եւ պատրաստ են խմբագրված սկզբունքներով եւ ամբիցիաներով մոտենալ 26 թվականին։ Ես նախ տեսնում եմ բազմաթիվ ունակ մարդկանց, ովքեր կամ արդեն ներկայացրել են հայտ քաղաքական դաշտում, կամ շատ շուտով ներկայացնելու են այդ հայտը։ Այդ մարդկանց անուն ազգանունները բազմաթիվ անգամներ հոլովվել են, ես հիմա չեմ ուզում տալ, կգա ժամանակը իրենք իրենց քաղաքական հայտով առաջի պլան կգան, ըստ այդմ նաև շոշափելի կդառնա էլեկտորալ վստահության չափը իրանց, հա։ Ինչ վերաբերում է 21 թվականից եկած դասերին եւ արդյոք այդ դասերը ինչ որ մի բան սովորեցրել են 21 թվականի բուն գործողություններին մասնակիցներին, կողքի հայացքով թվում է, թե երևի չէ, բայց մի քիչ ավելի խորանալով ու պրոցեսներին ավելի խորքային նայելով կարելի է ասել, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք երևի թե պետք են ու երևի թե անխուսափելի էին, հատկապես եթե մենք դիտարկում ենք, որ մենք հերթական անգամ գտնվում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ աշխարհը ալեկոծվում է, իսկ Հայաստանին էլ ընտրություններին մնացել է ընդամենը 1 տարի։ Դրա համար այն ինչ կատարվում է ընդդիմադիր դաշտում գոնե թե տիտղոսայինների, հա, ձևակերպման մեջ, ես բնական եմ համարում, ոչ լարվում եմ, ոչ կողմ եմ հանդիսանում ինչ որ մի հատվածի, որովհետև համարում եմ, որ սա այն ճանապարհն է, որով պարտավոր են անցնել այն մարդիկ, ովքեր 2021 թվականին քվե են խնդրել ընդդիմադիր էլեկտորատից, որպեսզի բոլորը տեսնեն, թե ով ինչ դիրքավորում ունի, ինչպես է պատկերացնում հետագա գործողությունների ընթացքը եւ ի վերջո ինչ բեքգրաունդ ունի եւ ինչ տեսլական ունի ապագայի։ Եթե նկատել եք, ոչ մեկ ապագայի տեսլականի մասին չի խոսում։ Բոլորը խոսում են նախկին մեղադրանքներից, գործողություններից եւ ինչ որ այնպիսի պրետենզիաներ են առաջի պլան բերում, որը իմ խորը համոզմամբ հիմա ընդդիմադիր էլեկտորատին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Բայց process-ը ինքնին պետք է տեղի ունենա, որովհետև դա ինչ որ, չգիտեմ, տարանջատման, ավելի պարզ երեսման process-ը տեղի ունենում, որը բնական բան եմ ես համարում, դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում անկել։ Շատ լավ, պարոն Մխիթարյան, տեսլականի հարցին դեռ կգանք, Գյումրիի ընտրությունների հետ կապված եւ ձեր մեծ քաղաքականություն հայտ ներկայացնելու հետ կապված, դուք ֆինանսական լուրջ միջոցներ չներգրավեցիք։ Դուք որևէ համակարգի մաս չեք։ Եվ մինչև այդ նման process-ների երբևէ մասնակցած չլինելով, դուք կարողացաք լուրջ արդյունքի հասնել։ Կարող ենք ձեր օրինակը դիտարկել այն համատեքստում, որ Հայաստանում կա գնահատական, որ նախկինները եւ գործող իշխանությունը ուզուրպացրել են քաղաքական դաշտը եւ որևէ գործչի, տաղանդավոր մարդու, ասելիք ունեցող մարդու հնարավորություն չեն տալիս դաշտում հայտնվելու եւ դիրքավորվելու։ Ձեր օրինակը մենք կարող ենք համարել այդ օրինաչափությունը կազմաքանդող օրինակ։ Ես չեմ համարում, որ ընդդիմությունը, եթե իշխանությունը համարում եմ, որ ուզուրպացրել է մեր պետությունը, ընդդիմությունը այդպես չեմ համարում, որովհետև եղել է ընտրական process, հիմա այդ մարդիկ են մասնակցել ընտրություններին, այդ մարդկանց են տվել ձայները։ Ես չեմ կարծում, որ անցած անգամ ինչ որ մեկը, եթե ես գտնեի, որ օրինակ պետք է մասնակցեմ, կամ ինչ որ մի ուժի կազմում մասնակցեմ, ինչ որ մեկը կարող էր ինձ արգելել։ Ոնց որ հիմա չկար այն մարդը, որը կարողանար ինձ արգելել կամ այնպիսի ոգևորություն բերել ինքը ոգևորված հոգու մեջ, որ ես որոշեի, որ այ չէ, պիտի մասնակցեմ։ Դու process-ներին անմիջական մասնակցություն ունեցել ես, այո,
ֆինանսական մեծ միջոցներ ներգրավված չեն եղել, որովհետև չեն եղել այդ ֆինանսական մեծ միջոցները։ Այն բոլոր հիմարությունները, որը ամբողջ ընտրական process-ի ընթացքում իմ մասին խոսել են, թե իշխանական թևի լակոտական քարոզչամեքենան, թե ցավոք սրտի մեր ողերիմ գործընկերները, որովհետև հանկարծ պարզվեց, որ ես ողերիմ գործընկերներ ունեմ, որոնք այս կամ այն լրատվամիջոցներով նույնպես փորձում են ինձ ինչ-որ մի ձև պիտակավորել, սրա մարդնա, նրա մարդնա։ Չեմ կարծում, որ այսօր կա ինչ-որ մեկը, որ կարող է X ընդդիմադիր գործչին կամ X ընդդիմադիր ուժին արգելել մասնակցել քաղաքական process-ներին կամ հայտ ներկայացնել 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար։ Չկա նման բան, որ կարողանա ուղիղ արգելքի մասին չէ խոսքը, այլ ստեղծած Հիմա պայմանների, ստեղծած խաղի պայմաններն եմ կանոնների։ ասում, ստեղ խաղի կանոնները այնպիսին են, որ ով կարող է խոչընդոտել, եթե X քաղաքական ուժը որոշի բանը, խոչընդոտը ինչ է իրանից ներկայացնում։ Պետք է ասեն մի մասնակցի չեն ասելու։ Հարտակ չեն տրամադրելու, այսօր այնքան հարտակներ կա, սկսած մարդկանց սեփական Facebook-յան էջերից, դու ինքդ ես տեսել, որ տվյալ ժամանակահատվածի Գյումրիի քարոզչական ամենաակտիվ էջը ոչ թե լրատվական էջերն էին, այլ իմ Facebook-յան էջն էր, որից այո, նաև խորին շնորհակալություն իմ շատ սիրելի գործընկերներին, բոլոր լրատվականների խմբագիրներին, որոնք անաչառորեն անշահախնդիր տվել են լուսաբանման այն հնարավորությունը, որը ես ունեցել եմ, բոլորից շատ շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, դուք յուրահատուկ քաղաքացիական դրսևորում եք ցույց տվել, հնարավորություն տալով միանշանակ արտահայտվելու տեղ հարտակ ունենալու, ինչը իհարկե նաև իր մեծ դերակատարումն է ունեցել այս Գյումրիի ընտրությունների քարոզչական գիծը համապետական մակարդակի հասցնելու, ի վերջո մասնակցության տոկոսը հենց դրա մասին էլ խոսում էր, հա, կրկնակի բարձր, եւ դա այո նաև թե իմ վարած քարոզչական գործիքակազմներ ապահովել, թե մեր լրատվականների շատ չգիտեմ, մարդկային, ընկերական ու պրոֆեսիոնալ մոտեցումը, բոլորից շատ մեծ շնորհակալություն։ Այնպես որ ես պնդում եմ, որ չի կարող լինել մի այնպիսի հանգամանք, որ եթե այսօր X քաղաքական ուժը ուզում է մասնակցել ու դիրքավորումն էլ ընդդիմադիր է, ուզում է մասնակցել, ապա տիտոսային ընդդիմությունը կամ ստեղծված միջավայրը ինչ որ մի ձև իրեն կարող է խոչընդոտել, միակ գլոբալ խոչընդոտը հենց այդ մարդկանց համար կարող է լինել ոչ արեստավարժ մոտեցումը process-ներին, որը կարող է իրենց թվալ, որ կարող է ինչ-որ մարդիկ իրենց խոչընդոտում։ Պնդում եմ։ Մնացած բոլոր դեպքերում ամեն մեկը ունի իր պատկերացումը, ծրագրային, չգիտեմ, մոտեցումները, քայլերի հաջորդականության կազմակերպման իր ձևը, որ մի դեպքում կարող է ճիշտ լինել ու էֆեկտիվ, մի դեպքում ոչ էֆեկտիվ ու սխալ։ Այդ էլ դե, գիտես, բանը ռուսերեն դա արտահայտություն կա, раз на раз не приходится, կամ դու պետք է մասնագետների ներգրավես, որ իրենք քեզ օգնեն, կամ պետք է երկար ճանապարհ անցնես, ինքնուրույն մեթոդմտիկը հասկանալու ինչը պետք է անես, ինչը չպետք է անես։ Հիմա իմ կյանքում այնպես է ստացվել, որ երկար ժամանակ հեռուստատեսություններում աշխատելով ու հետո էլ 7 տարի տեսնելով ինչպես են զարգանում քարոզչական տեխնոլոգիաները եւ ինչ է պետք անել, իսկ ինչը պետք չի անելով առաջնորդվելով, ես կարողացել եմ այդ ռեզուլտատը գրանցել ու պնդում եմ, եթե նմանատիպ եւս մեկ մարդ կա, որը ուզենալու է քաղաքականություն մտնել իր համապատասխան կուսակցական գծով կամ դաշինքների, եթե շատ ուզում է կմտնի, ոչ մեկ իրեն չի խանգարելու։ Պարոն Մխիթարյան, քաղաքականություն հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ, տեսեք, մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Սովորաբար ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ մեղադրում են հաջողակ մարդկանց քաղաքականությունից իրենց օտարելու հարցի հետ կապված, մինչդեռ իշխանությանը հարող կամ առավելապես չեզոք հայացքներ ունեցող մարդիկ մեղադրում են հաջողակ կայացած մարդկանց քաղաքականություն մուտք գործելու, քաղաքականացվելու, ներողություն կեղտոտվելու մեջ են մեղադրում։ Ձեր պարագայում ես նույնպես այդպիսի
կարծիքներ լսել եմ, որ եւ եղել է մեծ ոգևորություն, եւ եղել է որոշակի զսպվածություն, արդյոք դուք ինչ որ չար, մութ, վտանգավոր խաղի մեջ չեք մտնում եւ արդյոք ինչ որ հետին նպատակներ չունեք։ Տեսեք, մի պարզագույն օրինակով շատերը երբ սպասում են, որ ներողություն, Hayat Project-ը պետք է անպայման ներգրավի քարոզչական process-ին չներգրավվեց, որոշակիորեն զարմացան։ Հիմա երբես ամենի ավարտից հետո Hayat Project-ը ձեր միջոցներով քաղաքին նվիրում է մեծ համերգ, նորից զարմանում են, ո՞րն է Ռուբեն Մխիթարյանի մոտիվացիան, որը այսպես առաջին հայացքից անտրամաբանական քայլերով է առաջնորդվում։ Ով չգիտեր օրինակ, որ ես ու Hayat Project-ը ունենք լավ այսպես հարաբերություններ, ով չգիտեր։ Ինչի էր պետք Hayat Project-ի ռեսուրսը օգտագործել այս ընտրություններին, ինչ էր դա ինձ ավելացնելու կամ եթե ինքը բան ելույթ չունեցե, ինչն է դա պակասեցրել։ 1. Երկրորդ, ես պնդում եմ, որ ոչ մի ավել բան ինձ չէր տալու ու ոչ մի բան էլ չի պակասեցրել։ Դա էլ է այն fake տպավորությունը, որ եթե օրինակ Hayat Project-ը համերգ կտար ընտրություններից առաջ, այլ ոչ թե հետո, գուցե շատ ավելի լավ ռեզուլտատը ո՞րն է։ Այդ եմ ասում։ Մի բան է, երբ որ հանրության ընկալումն է ձևավորում այդ ամբիցիան, մի բան է, երբ որ դու հստակ պատկերացնում ես, որ դաշտ ես մտնում ու ինչի համար ու ինչ հավանականություն ունես հավաքելու այդտեղ, հա։ Ես հստակ հասկանում եի, որ ես մտնում եմ շատ կարճ ժամանակահատվածում պայքարի ու ինչքան ձայն որ հավաքել եմ, նույնիսկ իմ մտերիմների շրջապատում մոտավորապես ասել եմ, որ ես 3000-ից 4000 ձայնի համար եմ հիմա բանանում, որոնք վճռորոշ 3 մանդատ կամ 4 մանդատ են դառնալու ըստ մասնակցության չափի եւ դա այդպես էլ եղավ։ Հիմա մի բան է, երբ որ դու քո իսկ պլանավորածով առաջնորդվում ես ու դա ճիշտ է դուրս գալիս, մի բան է մարդկանց ակնկալիքները, որոնք մտածում են, որ իրենք քո փոխարեն մտածում են process-ի մեջ չլինելով, թե ինչն է պետք ճիշտ անել։ Դա 3 միլիոն վարչապետի սինդրոմի պես բան է ու Հայաստանի Հանրապետությունում օրինակ կա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 3 միլիոն մարզիչ, բայց մենք ոչ մի կերպ չենք կարողանում գոնե 22 լավ ֆուտբոլիստ գտնենք, որ այդ 3 միլիոն լավ մարզիչները կարողանան 22 ֆուտբոլիստներին առաջնորդեն դեպի աշխարհի առաջնություն կամ Եվրոպայի առաջնություն։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր պատկերացրած գործով։ Կեղտոտվել կամ չկեղտոտվելու մասին։ Ես հստակ հավատամք ունեմ, որ այն արտահայտությունը, որ քաղաքականությունը դա պոռնկություն է, հորինել են հենց քաղաքականության մեջ եղած պոռնիկները։ Քաղաքականությունը պոռնկություն է, եթե դրանով զբաղվում են պոռնիկները։ Դա շատ սիրուն հորինած մի հատ բան է, որպեսզի այդ ոլորտը ինչ որ մի ձև համարեն, որ դե ով մտնում է այդտեղ կեղտոտ, իսկ ով ասեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արնոլդ Շվարցնեգերը եղել է Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետը։ Ինչ արի կեղտոտվել է։ Դոնալդ Տրամպը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծահարուստ միլիարդատեր մարդկանցից մեկն է, երկրորդ սրոկն է արդեն գլխավորում։ Հիմա եթե այդքան վատն է, այդքան մարդին չեն գնում իրան ձեն տալիս։ Ըստ այդմ մեր պատկերացումները մենք պիտի նախ մաքրենք ու հասկանանք, որ ոլորտը չի կարող ինքնին կեղտոտ լինել։ Կեղտոտ լինում են մարդիկ, որոնք մտնում են ու փորձում են այդ ոլորտը ինչ որ մի ձև փչացնեն։ Եթե դու մտնում ես հստակ նպատակներով մի ոլորտ, որը կներես ես այսօր ինձ իրավունք կվերապահեմ, ասեմ, որ բավականին լավ ես ճանաչում եմ թե քաղաքական գործիչներին, թե քաղաքական establishment-ը, թե ընդհանուր միջավայրը, հա, ու պնդում եմ, որ քաղաքականությունով այո պիտի զբաղվեն հենց հաջողակ մարդիկ։ Մարդիկ, որոնք իրենց կյանքում մինչև քաղաքականություն իրենցից ինչ որ բան են ներկայացրել։ Մարդիկ, որոնք մինչև քաղաքականությունով զբաղվելը կարողացել են ոչ միայն իրենց արդար հացը վաստակել, ինքնաբավ են եղել, արժանապատիվ կյանք են ունեցել ու կարողացել են ինչ որ մի բան թողնել, լինի դա թե որպես մասնագիտական ցենզ, լինի դա որպես նյութական ցենզ, լինի դա որպես ստեղծագործական ցենզ, ինչ որ մի բան։ Եթե
ամենակարևոր բանը, որ դու քեզնից այս փուլում ներկայացնում ես, դա այն է, որ դու X թվականին ընտրվել ես ազգային ժողովի падգամավոր, ուրեմն դու մինչև այդ գոյություն չես ունեցել։ Քո կյանքը որպես անհատ սկսվել է հենց այդ թվականից։ Իսկ ես պնդում եմ, որ մարդը նախ պետք է ապացուցի ռեալ կյանքում, լինի դա մասնավոր բիզնեսում, լինի դա ստեղծագործական ոլորտը, սպորտային ոլորտը, պետական կառավարման ոլորտը, դու պետք է ապացուցես, որ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, որպեսզի գնաս հայտ ներկայացնես միլիոնների համար որոշումներ կայացնելու ինչ-որ բան, հնարավորություն ստանձնելու։ Իսկ հանկարծ կարող է պարզվել, որ մարդկանց համար իրենց կյանքի ամենաերազած աշխատավարձը իրենք ստանում են հենց այն պահին, երբ որ դառնում են ԱԺ падգամավոր, իդեպ նաև ոչ իրենց արժանինքների շնորհիվ, X մարդու բերած խայպի, ալիքի ու ստեղծած հնարավորության շնորհիվ։ Այնպես որ ես այդպես չեմ համարում, ես միևնույն է շարունակում եմ հիմա էլ զբաղվել իմ սիրած գործով, ես շարունակում եմ հետևել այն բիզնեսին, որը ստեղծել եմ ես, որտեղ կան նաև իմ ընկերները, ես շարունակում եմ հնարավորություններ ընձեռել երիտասարդ արտիստների համար, որպեսզի իրենք կայանան, լինեն իրենք գյումրեցիներ, թե երևանցիներ, արդեն էական չէ, որովհետև շատ շուտով մի քանի նոր պրոյեկտներ են ի հայտ գալու, որտեղ մենք հնարավորություն ենք տալու նոր սերունդին դրսևորվելու, իսկ քաղաքականությունը այն ոլորտն է, որը իմ համար հանդիսանում է միջոց իմ ունեցած բոլոր հնարավորությունները ներդնելու, օգտակար դարձնելու իմ պետությանն ու իմ ժողովրդին, ինչքան ուզում է դա պաթոսային հնչի, որովհետև փաստացի գետնի վրա, գիտես մի հատ ուղղակի օրինակ բերեմ, էլի, Վարամաբերդի պանթեոնում հուղարկավորված հայ զինվոր կա, որի մայրիկի հետ այնպես է ստացվել, մենք ծանոթացել ենք հենց այս ընտրական process-ի ընթացքում։ Դու շատ լավ գիտես իմ վերաբերմունքը ապրիլյան պատերազմից սկսած ընդհանրապես մեր բանակին, մեր զինվորներին եւ հատկապես անմահացած տղեկին։ Մենք որ ծանոթացանք ու շփվեցինք, խոսեցինք, գերեզման այցելեցինք, տեսանք, հատուկ անունը չեմ տալիս, էլի, ես հասկացա, որ ես ճիշտ եմ արել, որ ես սկսել եմ զբաղվել այս ամեն ինչով, որովհետև ես նաև իմ վրա պարտավորվածություն եմ վերցրել ու վերցնելու եմ միշտ այդ մարդկանց խնդիրները բարձրաձայնելու ու միշտ իմ ունեցած ու իմ ընկերների հնարավորությունների առումով միշտ այդ մարդկանց կողքը լինելու, որովհետև ընտանիք, որտեղ 9 երեխա կա, ու եթե դու գիտես, որ դու շատ լավ կարողանալու ես այդ մարդկանց խնդիրը ներկայացնելու քաղաքական հարթակներում, այո, ես պետք է զբաղվեմ այդ ամեն ինչով ու նաև կներես, բայց պարտավոր եմ դրանով զբաղվելու, որովհետև ես տեսնում եմ, որ այն միջոցները կարող եմ ես ներկայացնել այդ խնդիրները, իրենք շատ ավելի ազդեցիկ են լինելու ու շատ ավելի արագ են իրենց լուծումները ստանալու, քան ամեն ապրիլի 2-ին ուղղակի հիշելը ապրիլյան պատերազմի տղեկին գրել շնորհակալություն տղերք Facebook-յան պրոֆիլների նկարները փոխել, հետո մի տարի չհիշել, կամ ամեն սեպտեմբերի 27-ին հիշել, ամեն նոյեմբերի 9-ին հիշել, հիմա արդեն Արցախի կորստի համար հիշել, չէ, այդպես չպետք է լինի։ Տարին ընդամենը ինչ-որ 5-6 օր չպետք է հիշես, ինչպես հայոց ցեղասպանության մասին պետք չի հիշել միայն ապրիլի 23-ին ջայերով երթից սկսած մինչև ապրիլի 24-ի գիշերը, լույս 25-ի կեսգիշեր, հա, կամ դու դարձնում ես քո գաղափարային գծի ու քո առաքելությունը ներկայացնող կարևորագույն ճանապարհ, կամ անիմաստ է, ուրեմն դու ժամավաճառությամբ ես զբաղվում եւ ընդամենը մի հատ տակ տեղ ես փնտրում մոտակա 5 տարին ցույց տալու, որ դե դու էլ կարող ես անդյոդի մոտից ելնել ու ինչ-որ խելացի բաներ ասել։ Չկան կեղտոտ ոլորտներ, կան կեղտոտ մարդիկ։ Պարոն Մխիթարյան, հատկանշական է, որ ձեր բանակից նոր վերադարձած տղայի հետ զրույցն է եղել վճռական այդ դրոշմը մտնելու այս ամենի մեջ։ Շատ կարևոր խոսակցություն է դա իմ համար եղել ու ես ոչ ափսոսում եմ այդ որոշման համար,
ու նաև իմ աչքի առաջ էլ ունեմ այդ ամեն ինչը, որ ես ամեն ինչ անելու եմ, որ երբեք նույն իմ երեխաները չամաչեն իմ աչքերին նայեն, գիտես, որովհետև այն ամբողջ հիմարությունները, որը պարզ է դու այնպեսի ոլորտ ես մտել, որ այսպես թե այնպես պիտի գրեն այդ ամեն ինչը, բայց այն ամբողջ հիմարությունները, որոնք դու գրում են, երբ որ դու նայում ես քո մտերիմների աչքերին, քո սիրած մարդկանց դեմքին ու դու հասկանում ես, որ իրանք քեզ շատ լավ ճանաչում են ու իրանք գիտեն դու ով ես, դու հասկանում ես, որ խոցելի չես այդ առումով։ Ես բոլորին ասում եմ, ես այն ժամանակվանից եմ այս իշխանության դեմ պայքարի, երբ որ ինքը ամենաբարձր վարկանիշը ուներ ու մարդիկ ուղղակի չէին հասկանում, էլի, լավ, դե հիմա վերջը, այսքան մարդ սխալվում է, կներեք, այո, մեծամասնությունը կարող է եւ սխալվի։ Այո, լինում է, որ ժողովուրդները նաև սխալ են լինում, էլի, այդ այն բանն է, որ պետք է ընդունել, պետք է մի անգամ ընդունել, ասել, որ այո, սխալվել ենք, դրանից մի ամբողջ ժողովրդի ոչ մեկ չի տանելու պատիտակը գնդակարի, ով նույնիսկ այդպես էլ մտածի, ուրեմն ինքը հիմար է, որովհետև չկան լավ ու վատ ժողովուրդներ, կա կոնկրետ այս ժողովուրդը, ոչ մեկ այս ժողովրդին չի տանելու, բերի ուրիշ մի 3 միլիոնանոց ժողովուրդ, ասի, այս հենց ձեզ հարմար ժողովուրդ է, էսի, շատ լավ ժողովուրդ է, չկան լավ ու վատ ժողովուրդներ, կան լավ ու վատ կառավարիչներ։ Իդեպ, պարոն Մխիթարյան, չափանիշներ թվարկեցիք, թե ով պիտի իրական հավակնի քաղաքականությամբ զբաղվելու, մի բան բաց թողեցիք, որ մանկական տրավմաներ չունենա։ Այդ տեսեք, մանկական տրավմաների մասին ես չգիտեմ, որ երևի այս շաբաթ եմ կարդացել, բայց այդպես մի բան աչքովս ընկավ, որ ուզում են օրինագից բերեն մտցնեն ինչ-որ մի բան, որ վարչապետի հավակնություն ունեցող մարդիկ պիտի անպայման անցնեն նաև հոգեբուժի, թե հոգեբանի մոտի ինչ-որ բան, ես ողջունում եմ դա, մենք չենք կարող մարդու դեմքին նայելով ասել ինքը փոքր ժամանակ մանկական տրավմա ունեցել է, թե չէ։ Դուք հեծանիվ ունեցել եք։ Ամեն ինչ եմ ունեցել, ամեն ինչ։ Իմ տարիքային մեծանալու այդ ընթացքում ամեն տարիքին համապատասխան ինչ պետք է եղել, ինքնագլորից հետո, չգիտեմ, հեծանիվ, հետո նույնիսկ կարող եմ թվարկել իմ սերնդակիցները կհիշեն դեսնաերկուսից սկսած, հետո շկոլնիկներ, հետո ԽՎԶ, այդպեսի մի հատ բան կար, ԽՎԶ, հետո արդեն սպորտայիններն էր կարծեմ գալիս, մինչև սպորտայիններ ունեցել եմ ամեն ինչ։ Իմ առաջին մեքենան էլ իմ վաստակած գումարներով եմ առել, այլ ոչ թե ինձ, չգիտեմ, օգնել են։ Այսինքն սովորական հայ տղամարդու երեխայից մինչև այդ տղամարդ դառնալու այդ ցիկլի ինչ եղել է, ամեն ինչ ունեցել եմ։ Պահանջներ ու մուննատներ հայ ժողովրդին իմ ստացված մանկության համար չունեմ։ Պարոն Մխիթարյան, հիմա ժողովրդի սխալվելու մասին, տեսեք, ես հիշում եմ ընտրության նախորդ օրը դուք ելույթով հանդես եկաք, որտեղ նշեցիք, որ դուք միշտ փորձել եք մնալ դեկտեմբերի 6-ի օրը, հա, երբ դեռ չէր եղել դեկտեմբերի 7-ը երկրաշարժը, նույնը 20 թվականի սեպտեմբերի 26-ին եք նախընտրել մնալ։ Կուզեիք ամենայն դեպս այդպիսին լիներ իրականությունը, բայց նաև այն պատճառով, որ հարց տայիք ինքներդ ձեզ, թե ինչ կարող էինք անել, որ չլիներ դեկտեմբերի 7-ը, չլիներ սեպտեմբերի 27-ը։ Ես ունեմ այսպիսի զգացում ու տպավորություն, որ մեր ժողովուրդն էլ մնացել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի իրականությունում, բայց ոչ թե որ իրեն հարցեր տա, թե ինչպես կանխի պատերազմ, այլ որովհետև ուղղակի վիճակի չէ եւ ուզում է օտարել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի ունեցավ, որովհետև եթե դու չես օտարում այդ ողբերգությունը քեզնից, դու ինքդ քեզ պիտի հարցեր տաս, դու պիտի պատասխաններ գտնես, դու պիտի ինքդ փորձես պատասխանատվություն ստանձնել ու անելիք ունենալ, իսկ դա շատ դժվար ճանապարհ է։ Բայց մյուս կողմից էլ անելիքը կառավարիչներինն է, որովհետև այս իշխանությունը կեղծ նորմալության իրավիճակ է ստեղծել, իսկ էլիտաները կլինի մշակութային, տնտեսական, ռազմական, զինվորական, թե քաղաքական, իրականում իրենց կոմֆորտ միջավայրից այդպես էլ դուրս չեկան, որովհետև իմ համոզմամբ ուղղակի մի քանի օր ցույցեր անելը, վրաններ խփելը, այո, քայլելը դա ուղղակի կոմֆորտից դուրս գալ չի, եթե մեծ հաշվով դու քո մտածողությունը, ապրելակերպը չես փոխում ու օրինակ չես ծառայում զոհաբերման։
Հիմա այս ցիկլը, երբ էլիտան մեղադրում է ժողովրդին, ժողովուրդը էլիտային, բայց երկուսն էլ մեծ հաշվով չեզոք ժամային գոտում ու իրականություն են մնացել, այդ ո՞նց պիտի այդ հաղթահարվի այդ շերտը։ Նախ սկսենք նրանից, որ ես միշտ ասել եմ, որ ես ժողովրդին 2018 թվականի համար չեմ մեղադրում, որովհետև փողոց դուրս եկած ժողովուրդը փողոց դուրս չէր եկել, որ Արցախը հանձնվի, որ Եռաբլուրը մեծանա, որ մենք ունենանք հազարավոր երիտասարդ կյանքերի ընդհատում, ու այդպես շարունակ։ Վստահաբար դրա համար դուրս չէին եկել։ Մարդիկ դուրս էին եկել ավելի լավ կյանքի համար։ Բայց հիմա եկեք հասկանանք այդ լավ կյանքի ձևակերպումը ո՞րն է։ Մարդը իր բնույթով այնպիսի էակ է, որ լավ բանին շատ արագ է սովորում, շատ արագ։ Ու երբ որ դու տարիներ շարունակ քո գլխին կախված յաթաղանը չես զգում, այսինքն ստեղծվել է այդ հնարավորությունը, որ դու այդ յաթաղանը չզգաս։ Դու սկսում ես մտածել մի քիչ այլ բաների մասին։ Ես համաձայն եմ քո հետ, որ 2018 թվականը իրականում մեր էլիտաների տապալումն էր։ Մեր էլիտաների տապալումն էր թե գաղափարային, թե համակարգային, որովհետև հանկարծ պարզվեց, որ 30 տարվա ստեղծված պետական կառավարման համակարգը ուղղակի կենսունակ չի, ուղղակի առաջինից ցնցմանը չդիմացավ, ու այնտեղ աշխատող բոլոր մարդկանց համար գաղափարային գծից շատ ավելին է ու առավել է տուն պահել հասկացողությունը։ Հիմա իսկ ինչի է դա այդպես է, այդ ոնց եղավ, որ տարիների ընթացքում մենք ահա այսպիսի նյութականից կարճած ու նյութականը կարևորող մարդիկ դարձանք։ Մենք հիմնական հատվածը պետք է վերցնենք այդտեղից, թե ինչի այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ինչի ընդհանրապես եկավ։ Ի վերջո 1000 ու մի բան կարող եմ խոսել 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին, բայց 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին ձայնը տվավ 800,000-ից ավել մարդ։ Ըստ այդմ 800,000 մարդ ընտրել է իրեն կառավարիչ։ Հիմա այդ կառավարիչը, ինչքան ուզում էին պես մարդիկ այդ ամբողջ ընթացքում ասում էին վատ է լինելու, դուք չեք պատկերացնում դուքման, հիմա մեզ էլ կարելի է մեղադրել, որ այն գործիքակազմը, որը մենք այն ժամանակ օգտագործել ենք մարդկանց ինչ-որ բաներ բացատրելու, այդքան է ճիշտ չի եղել։ Ես դա ի դեպ ընդունում եմ, որովհետև մենք էլ հնդածս ենք սկսել հասկանալ, լավ, ինչ է պետք, ինչ գործիքներով է պետք այս ամեն ինչի դեմ պայքարել։ Ու ով որ օրինակ իմ էջին հետևել է, ես 2020 թվականի մարտից սկսած նոր սկսեցի հին ու նոր Նիկոլ շարքը, երբ որ իմ մեկնաբանություն հասկացողությունը հանեցի, ուղղակի Նիկոլի հին ասածը, նոր ասածի հետ բացարձակի 4 փաստեր, մեկը մյուսին չէր բռնում, հա, ըստ այդմ բանն էլ է տրանսֆորմացվել, հա, այդ ընթացքում ընդդիմության գործիքակազմն էլ է պայքարի տրանսֆորմացվել, հա, եւ ես ժողովրդին այդ առումով ընդհանրապես չեմ մեղադրում։ Ուղղակի ժողովրդի սխալը ընդունելու բովանդակային խոսույթն էլ ճիշտ պետք է մատուցվի։ Ես ուղղակի Հայատ պրոջեկտի էլի վրա օրինակը բերեմ, գիտես ինչի է մարդկանց կողմից շատ սիրվել ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը երգը։ Հայ ժողովրդի մոտ կա Արցախի կորուստի հանդեպ չբարձրաձայնված մեղքի զգացողություն, բայց դու ոչ թե պետք է մարդկանց մեղադրես, որ դուք չհելաք, չկռվեցիք, չպայքարեցիք, դրա համար մենք կորցրեցինք Արցախը, իսկ ով կազմակերպեց, որ այդ ժողովուրդը ուզենար հելներ կռվել ու պայքարեր։ Դու ուղղակի մարդկանց պետք է տաս հնարավորություն գոնե առաջնային փուլում գիտակցելու, որ դա բացարձակապես նույն բանն է մեր համար, ոնց որ Նոր Հաչն է, ոնց որ Բերդը, ոնց որ Վանաձորը, ոնց որ Գյումրին, ոնց որ Իջևանն ու Դիլիջանը, բացարձակապես նույն իդենտիկ բանն է։ Ուզենք մենք թե չուզենք, չգիտեմ ինչի պետք է չուզենք, այդպեսի նարատիվ է մտել 2021 թվականի ընտրություններից հետո գոնե թե վերջի 2 տարին շատ ավելի ակնհայտ է, որ դե մենք չուզեցինք Արցախ, մեզ պետք չէր Արցախը, դրա համար էլ բան, չէ, այդպես չէ։
ամեն ինչի իր ձևը կա ու դա իմ մոտ հասունացել է օրինակ մատուցման այդ ձևը դեռևս 21 թվականին այս երգը իր բանաձևային տարբերակով պատրաստ էր բայց եթե 21-22 թվականին այս երգը առաջի պլան գար մարդիկ չէին այս ձևի չէին ընկալնելու ցավոք սրտի ինչ որ մի բան կորցնելուց հետո նոր դու սկսում ես նաև ճիշտ ձևով մատուցելուց հետո մարդը սկսում է գիտակցել որ դա իր հարազատ մի բանն էր որը ինքը այս պայի դրությամբ կորցրել է հա նույնը ժողովրդի մոտ է հա ինչ պետք է անեն էլիտաները պետք է գտնեն ձև իրեն ժողովրդի հետ հարաբերվելու բայց եւ անկեղծ պիտի լինեն առաջին հերթին իրենք միանշանակ տեսեք հիմա ես ասում եմ լիքը բաներ կա լիքը քայլեր կա որը ժամանակին որ օրինակ իմ կողմից էլ արվել է ես համարում եմ որ իրենք ժամանակից շուտ են արվել Եթե օրինակ ինչ որ մի X ժամանակահատվածի արել, շատ ավելի էֆեկտիվ էին լինելու։ Այն ժամանակ եթե ես դա անում էի, դա սուր էր ընկալվում ու քեզ կապում էին բոլոր հնարավոր մարդկանց հետ, լափամանների ու չգիտեմ ինչ որ փող են վերցրել ու բան են արել, անընդհատ ուզում ես ասես, այ ձեր ցավը տանեմ։ Դուք որ անընդհատ ասում եք, այս մարդը փող է վերցնում կամ այս մարդիկ փող են վերցնում, վերջը այս իշխանությունը կոմպրոմատներ հավաքելու աստվածն է։ Իրենք եթե մի անգամ ինչ որ մի հատ X ծրարով ինչ որ մեկին փող վերցնելով բռնցրացնեն, վաղուց դա հանրայնացնել են։ Այսինքն դա այն մանիպուլատիվ խոսույթն է, որ ձեզ մտցնում են այդ խոսույթի մեջ, ասելու համար, որ մարդ չի կարող ինքնուրույն լինել։ Մարդը չունի իր սեփական կարծիքը, այդ սեփական կարծիքը վաճառվում է։ Հիմա այդ ոնց է որ 800,000 հոգի կարող էին ունենալ սեփական կարծիք 2018 թվականին գնային ընտրեին Նիկոլ Փաշինյանին, հետո 2021-ին 600,000 հոգի գնային, բայց 200,000-ի սեփական կարծիքն ինչ եղավ։ Առան իրանց չի լինում նման բան։ Ապագա ընտրություններին, եթե գործը հասավ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը շատ ավելի քիչ ձայն է հավաքելու։ Ըստ այդմ հնարավոր չի մարդու օբյեկտիվ դժգոհությունը գնել, որովհետև այս ժողովրդին ախր հիմարի տեղ դնել պետք չի։ Հիմարի տեղ մարդկանց հետ հարաբերվելու ձև է պետք գտնել։ Մարդկանց հետ բացատրվելու ձև է պետք գտնել, բացատրվելու, որովհետև ոչ միայն դու պետք է բացատրես, դուք պետք է բացատրվեք։ Դուք իրանք է պետք է խոսեն, պետք է լսել ես մարդկանց։ Նույն մեր ընտրությունների ժամանակ, երբ որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ես երիտասարդների հետ որ հանդիպում էի, ես հասկանում էի, որ ինչքանով էլ որ ես լավ եմ տիրապետում երիտասարդների այսօրվա խնդիրներին, նյուանսներ գոյություն ունեն, որ տեղանկային են։ Ու եթե դու այդ հարցով տես չմոտենաս, այսինքն պայմանականորեն քո ԿԳՄՍ նախարարը, որը երիտասարդության հարցերով էլ համակարգողն է, արդյոք տեղյակ է հենց Գյումրիի բուն երիտասարդների կոնկրետ խնդիրների տասնյակի մեջ առաջի 3-ը որն են մտնում։ Արդյոք տեղյակ է Վանաձորի ինչ խնդիրներ այդ մարդիկ ունեն, այսինքն ինչի բանն է, պակասն է, որ իրանց ինչ որ մի ձև հուզում է կամ իրենց քաղաքից կարճատ չի պահում կամ այլն։ Այսինքն այս տեսակի հարցեր կան, որը դու բացատրվելու ընթացքում պետք է հասկանաս։ Նաև պետք է լսես առանց վախենալու քո ժողովրդի պրետենզիան։ Որովհետև ի վերջո, եթե դու 21 թվականին մի բան ես խոստացել, մինչև 25 թիվը այդ ամեն ինչը չես կարողացել կամ 26 թիվը չես կարողացել իրականացնել, հանգիստ պետք է կանգնես, լսես այդ մարդը ինչ է ասում։ Լավ բառերով է ասում, վատ բառերով է ասում, չգիտեմ, մի քիչ նյարդային է ասում կամ բան, անտակտ, բայց պետք է լսես։ Որովհետև 26 թվին գնալու ես չէ՞ էլի այդ մարդու մի ձայնի հետևից։ Յուրաքանչյուր ձայն քո համար կարևոր է լինելու։ Այդ ձայնը ձևի չպետք է լինի էլ։ Մինչև ընտրություններն էլ ասում եք, որ ձեզ համար կարևոր է ակտիվացնել այն շերտին, որը հիասթափված է, չի հետաքրքրվում այս գործընթացներով եւ առավելապես նաեւ երիտասարդներին։ Բարձր մասնակցությունը կարծեք դրա վկայությունն է, որ ստացվեց ինչ-որ բան անել։ Հիմա տարբեր սոցհարցումներ, կապ չունի ով է կազմակերպել, մի ընդհանրություն ամեն դեպքում ունեն։ Այն է, որ մեծամասնությունը չի կողմնորոշվում, չի հավատում, չի վստահում եւ մեծամասնությունը ունի գալիքի առաջարկի կարիք։ Դուք էլ ասում եք, որ ձեզ համար էլ կարևոր է, որ ի վերջո դուք խոսեք գալիքի մասին։
Հիմա հստակ է գալիքի առաջարկը, որն է լինելու, հաշվի առնելով, թեկուզ այս ընթացքում այդ հաղորդակցման փորձը, որ գետնի վրա ունեցել եք, թե առավել ինտենսիվ է եղել այդ փորձը, ինչի կարիք ունի մեր ժողովուրդը, ինչի է պատրաստ ու դուք ինչ կարող եք առաջարկել։ Տեսեք, հիմա իհարկե այդ ամբողջ ընթացքում ես շարունակում եմ ոչ միայն Գյումրիում մարդկանց հետ հանդիպել, այլ նաև արդեն մարզի գյուղեր եմ գնում ու շատ ավելի առարկայանում է այն խնդիրները ու այն ցանկությունները ու այն պատկերացումները, որը մարդիկ մի կողմից են տեսնում եւ այն գործողությունների հետագա պլանը, որը պետք է ներկայացվի մարդկանց որպես գալիքի ծրագիր, հա։ Դա շատ ավելի երկար իրեն ժամանակ կպահանջվի, քան այսօրվա մեր ծրագիրն է, բայց դա փաստ է, որ ես օրինակ ֆիքսել եմ, որ այս վերջի ընտրություններից հետո թիմ մարդկանց հետ այլևս խոսելուց մենք միայն ապագայի մասին ենք խոսում, ոչ մեկ չի ուզում անցյալին վերադառնա ու մարդկանց համար մի շատ հետաքրքիր բան կա, իրենք այս իշխանության չլինելը արդեն ընդունում են որպես դե այդպես էլ պիտի լինի։ Բնական։ Այս շատ կարևոր հանգրվան է, որը մենք ես չգիտեմ, արդյոք մեր ընդդիմության ներկայացուցիչները դա ֆիքսել են։ Խնդրում եմ անպայման գնացեք Փարակյար, անպայման եկեք Գյումրի, խոսեք մարդկանց հետ, դուք տրամադրությունների մեջ մարդկանց կտեսնեք, որ իրենք օրինակ իրենց համար արդեն այս հարցը լուծված են համարում, այսինքն իրենց համար այս իշխանության չլինելը արդեն համարվում է օքեյ։ Ու իրենք քեզ ապագայից են հարցնում են, ոնց ես պատկերացնում, ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, ուր պիտի գնա մեր պետությունը, ինչ հարաբերություններ պիտի ունենանք Իրանի հետ, ինչ հարաբերություններ պիտի ունենանք Վրաստանի հետ, Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, հարցերի շարք կա, տնտեսական ինչ բլոկ պիտի լինի, ինչ գործընթացներ պիտի լինեն, բանակի հետ ինչ պիտի անենք, հենց տեղում Գյումրիի հետ ինչ պիտի լինի, մարդիկ ապագայի մասին են մտածում ու սա ամենակարևոր բանն է, որը ընդդիմության բոլոր ներկայացուցիչները իրենց համար պետք է ֆիքսեն։ Այն ինչ եղել է, չկա Հայաստանում մարդ, որը չգիտի։ Ինչ աստիճանի են իրենց խապել, չկա այլ Հայաստանում մարդ, որ իդեպ այս թվարկածս բաների մասին գիտեմ բոլորը, թե ընդդիմադիր էլեկտորատը, թե չկողմնորոշվածները, թե իշխանության սատարողները։ Երկրի ղեկավարի ազգային ժողովում վերջի ջհաձգումները նաև խոսում են իրեք կարևոր բանի մասին։ Ինքը իրոք արդեն հասկանում է, որ ամեն ինչ վատ է, ինքը հասկանում է, որ հենց իր պատճառով է ամեն ինչ վատ, ու ինքը հասկանում է, որ բոլորը արդեն հասկացել են, որ հենց իր պատճառով է ամեն ինչ վատ։ Դրա համար դա բերում է նրան, որ այն փոքրատիվ մնացած էլեկտորատը, որը իրեն այլևս օդ ու ջրի պես պետք է, ինքը այդ էլեկտորատին ակտիվացնելու մի ձև կա, ագրեսիան։ Այլի չար ուժերը հարձակվել են։ Եթե ուշադիր եղել ես, իր հռետորաբանությունը շատ նման է ընդդիմադիր գործչի հռետոր։ Ինքը հերթական անգամ ընդդիմություն է, ու այդ ընդդիմությունը հերթական անգամ պայքարում է չար Ռոբերտի ու Սերժի դեմ, էլի ոտի հելեք, այս մարդիկ են չեն թողնում, էլի մենք բոլորս լավ ապրենք։ Ինքը ուրիշ բան չունի, բանաձև չունի, հա։ Հիմա իր համար պայքարի եւս մեկ кейս է, իդեպ խնդիրը ինչ է։ Ինքը հասկացավ, որ Գյումրիում ու Փարակյարում այլևս այդ кейսը չի աշխատում։ Չար Սերժի ու Ռոբերտի кейսերը չի աշխատում կամ թույլ է աշխատում։ Դրա համար իր համար նոր թշնամի է պետք։ Ու այդ նոր թշնամին ինքը տեսնում է հայ առաքելական եկեղեցու սպասավորների մեջ։ Պարոն Մխիթարյան, այս առիթով դուք նշել եք, որ իրենք ամեն ինչ ապականել են ու խնդիր ունեն վերջնականապես ապականելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատմության դասագրքերում ֆիքսվի այն, որ ժամանակներն են ապականված եղել եւ ոչ ինքը։ Ես երեք հնարավորություն ունեցել եմ այս մասին խոսելու։ Տեսեք, իշխանություններին զսպում են ոչ միայն օրենքները, սահմանադրության դրույթները, այլ նաեւ բարոյական նորմերը։ Այն, որ այս իշխանության այլևս որևէ իրավական օրենք եւ նորմ չի զսպում, դա վաղուց ականատեսն ենք դրա։ Կարող ենք եզրահանգել, որ իրենք խնդիր են դրել
թիրախավորելով եկեղեցուն, հատելով բոլոր բարոյական նորմերը, թիրախավորելով բոլոր հանրային նորմերը, խնդիր են դրել մեզ վերածելու մի հանրության, որի համակեցությունը այլևս չի կազմակերպվում բարոյական նորմերով, հետևաբար այս անարխիայի պայմաններում իրենք ունեն անսահմանափակ հնարավորություն վերարտադրվելու եւ անհաղթելի մնալու։ Իրենք անհաղթելի չեն, դա արդեն պրակտիկ դաշտում ապացուցված է։ Լոկալ։ Դե հիմա լոկալ թե ինչ, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջի ընտրություններում իրենք անդադար պարտվում են։ Որ բարոյականության մասին մենք կարող ենք խոսել, երբ որ մարդուն գցում են ավտոյի տակ, քշում գնում են։ Հիմա նայ, եթե դա մենք իմանայինք, որ X վարորդը ստապ վիճակում մարդ է գցե ավտոյի տակ, երբ որ նյութը կարդում ենք, միշտ օրինակ Գագոն Շամշան միշտ գրում է, չէ, որ վարորդը կամ հեռացել է, առաջի բանը։ Կամ գրում է, որ վարորդը չի հեռացել, առաջի օգնությունն է ցույց տվել, սպասել է մինչև շտաբ օգնության։ Կապ չունի, որ ցավոք սրտի գուցե տվյալ հետիոտնը վերարտի ընտրված մահանա։ Բայց բարոյական շատ կարևոր դրսևորում է արդյոք վարորդը վթարից հետո հեռացել է, փախել է, թե մնացել է օգնություն է ցույց տվել։ Հիմա երկրի ղեկավարի շարասյունը մարդ է գցում ավտոյի տակ, թողնենք, որ հղիքին է եղել, հա, մարդ։ Քշում գնում է, չեն կանգնում։ Մենք որ բարոյական նորմի մասին, մենք սովորական քաղաքացուց ինչ պահանջ ունենք, սովորական վարորդից ինչ պահանջ ունենք, այսինքն այն անչափահասը, որը որ տեսել է, որ սենց բան կա, երբ ստանում է վարորդական իրավունքը, Աստված ոչ անի նման բաներ, նոմ առաջ բանը մտածում է, որ դե եթե այնի քշես գնացեք, նեկա քշի գնա։ Բարոյականության ցենզը դա հարության կողմից լուր ընդունված կոնսենսուսի արդյունքում է ձևավորվում, որ եթե փողոցում թքել չի կարելի, մարդու դեմքին առավել եւս չի կարելի։ Չեմ կարծում, որ ամեն առավոտ, օրինակ, ես որ արթնանում էի փոքր ժամանակ, իմ ծնողները ինձ սեղան նստեցնելուց, երբ որ հաց էին ուտում, չէին ասում՝ ու իմիջիայլոց փողոցում թքել չի կարելի։ Չի եղել այդպես ամեն առավոտ։ Հա, գուցե մի անգամ կամ երկու անգամ իմ կյանքում ասել են, ու դա տպավորվել է իմ մեջ, ու առավել եւս երբ որ դու փողոցում տեսնում ես, որ փողոցում թքողները ենթադրենք 200-ից մեկն է, դու հասկանում ես, որ դա վատ է։ Երբ որ 200-ից 150-ն են թքում, դա դառնում է նորմ, նոր նորմալ է դառնում։ Ինչի եմ ասում, միշտ դու պետք է վերցնես այդ օրինակը, անձնականացնես, տեղայնացնես, կենցաղայնացնես, որպեսզի հասկանաս ինչ աստիճանի զզվելի ու տհաճ է դա։ Երբ որ խոսում էին նախկիններ, ներկաներ ու բան, ես օրինակ ասում եի միշտ նախկինների մասին խոսելուց, որ ասում ես նախկին, դու պետք է առաջնորդես սենց լավ մասնագետ, վատ մասնագետ։ Չի կարող նախկինը լինել քո համար ինչ-որ մի բանից չափանիշ, որովհետև ասում եի, եթե դու հեռի տնից տեղից քո բանը ծնողը ինսուլտ է խփում, ու դու տանում ես ծնողիդ հիվանդանոց, հերթապը բժիշկը դուրս է գալիս, ասում է, այս վիրահատությունը անող երկու մարդ ունենք։ Մեկը 70 տարեկան վիրաբույժ է, կյանքում արել է 4000 նման բան, վիրահատություն, 4000 վիրահատությունից մահացության տոկոսը ընդամենը 3% է, բայց ինքը հանրապետական է։ Մյուսը հենց նոր է ավարտել ինստիտուտը, 6 վիրահատություն է արել, 6 վիրահատությունից 3 հիվանդ մահացել է, 3-ը սաղ է մնացել, այսինքն 50%-անոց ցուցանիշ ունի, բայց ինքը ԿՊ-ից է։ Ում ես դու ընտրելու։ Այսինքն դու առաջնորդվելու ես նրանով փորձառուին, չէ՞, բայց այդ ո՞նց է լինում, որ այդ դեպքում քո համար մեկը, որ ինքը նախկին հանրապետական է, իսկ հիմա դու ասում ես, որ չէ, տարբերություն պետք է դնեմ, չէ, եղբայր, գոյություն ունի մի բան, դու պետք է դա տրանսֆորմացնես, կենցաղայնացնես կոնկրետ օրինակի վրա։ Ինչ օրինակ, որ այն վերևը կա, այդպես էլ շարունակվում է մնացածը, էլի տակը, էլի մենք պետք է հասկանանք, որ բարոյականության չափանիշները պետք է ամենավերևից կան։ Եթե դու ուզում ես քո հասարակությունը լինի խոհեմ, դու պետք է ցույց տաս խոհեմություն։ Եթե դու ուզում ես, որ քո հասարակությունը լինի հոգատար, դու պետք է ցույց տաս հոգատարություն։ Հա, եղել է վատ դեպք,
կանգներ, մոտենայր, վերցնեք, տվյալ մարդուն տեղափոխեիք հիվանդանոց, հետո հասկանայիք ոնց եք դրա տակից դուրս գալիս։ Ամեն ինչը սովորեցնելու է։ Եթե դու սովորեցնում ես, որ վուլգար արտահայտչաձևը լրիվ նորմալ է ու դա նոր նորմալն է, ուրեմն այդպես էլ քո հասարակությունն է դառնա։ Պարոն Մխիթարյան, եւ վերջում դուք ասում եք, որ մենք ի վերջո մեր պետությանը պիտի վերաբերվենք հայրաբար եւ որդիաբար։ Բայց ես նկատել եմ, որ ձեզ որոշ մարդիկ ամենից շատ թիրախավորում են իբրև թե պաթետիկ խոսք ունենալու եւ պաթոսի համար։ Ինչպես հասնել նրան, որ ի վերջո հայրենիքը սիրել է եւ այդ մասին արտահայտվելը ոչ թե ընկալվի պաթոս կամ դիվիդենտներ հավաքելու եղանակ, այլ համարվի խիստ բնական ու շատ անհրաժեշտ մի բան։ Մովսես Խորենացու ողբը կարտացել եք, չէ՞։ Ողբում եմ քեզ հայոց աշխարհ հյուսիսային ազգերի, չէ՞։ Հիմա դա պաթետիկ է, թե չէ։ Հիմա հանեք գրվածքի ձևը, արտահայտչաձևը, բովանդակության է նայեք, ինչ է ասում այդ մարդը։ Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, դու պետք է ունենաս նաև հռետորական վարպետություն։ Հռետորական վարպետությունը իրենից ենթադրում է տարբեր տեխնիկաների օգտագործում, թե խոսակցական, թե բովանդակային։ Հիմա եթե մարդկանց մոտ բովանդակային էմոցիա արթնացնելու համար դու օգտագործում ես որոշակի տեխնիկա, այն մարդիկ են ասում պաթոսի մասին, ովքեր հասկանում են, որ այդ խոսքի ազդեցությունը տասնապատիկ ավելի ուժեղ է, քան իրենք ուզում էին, որ դա լիներ։ Շտապում եմ տխրեցնել այդ մարդկանց, այդ ոչ միայն այդպես էլ շարունակվելու է, այլ շատ ավելի բուռն ու էմոցիոնալ է լինելու, ոչ միայն այդ խոսքը, այլ նաև կոնտենտային բովանդակությունը, որովհետև իմ համար գոնե մոտակա տասնամյակի ամենակարևոր միսիան, որը ես որպես անհատ իմ համար ֆիքսել եմ, դա ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը, հայ ժողովուրդը նվազագույնը մոտակա 50-60 տարվա զարգացման հստակ անվտանգային ու տնտեսական տեսլական ունենա եւ իր ավանդույթների մեջ, իր հավատքի մեջ լինի ոչ միայն դարերից եկող գենետիկ հետևողականությունը պահող, այլ նաեւ երբևիցե նույնիսկ կասկածի նշույլ չառաջանա իր մոտ, թե հոգևոր ու գաղափարային իր գծերի մեջ ինքը ոնց պիտի փորձի ճողոպրի, որ ներողություն ես արտահայտության, ոչ շիշը վառի, ոչ քաբաբը, ոչ։ Պետության ազգի առաքելությունը պետք է հստակ գծված լինի, հստակ ձևակերպված պետք է լինեն մեր իղձերն ու նպատակները ու հստակ մարդկանց պետք է տանել այդ ճանապարհով։ Կիսատ պռատություն կամ քանդրբազություն անել չի կարելի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։